Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում երեխաների առավանգման փորձի համար կալանավորված 57-ամյա տղամարդը ազատ է արձակվել։ Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից ի պատասխան մեր հարցման հայտնեցին, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք եւ վարչական հսկողության խափանման միջոցները։ Հիշեցնենք, որ անցած տարի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում միջին տարիքի տղամարդը մոտեցել էր երեխաներին, քաշքշելով փորձել էր առևանգել։ Վարչական շրջանի դպրոցների սաների ծնողներն անհանգստացած էին։ Ծնողները միմյանց էին ուղարկել տղամարդու եւ վերջինիս ավտոմեքենայի լուսանկարը, որով տղամարդը ենթադրաբար մոտենում էր երեխաներին եւ առևանգում կամ փորձում առևանգել։ Ներքին գործերի նախարարությունից հաստատել էին դեպքը։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ Mercedes Magnus-ի ավտոմեքենայով շրջանայինի փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ կազմած փաստաթղթերով ներկայացվել է քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեն էր տղամարդուն մեղադրանք էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44991-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով անչափահասի նկատմամբ առևանգման փորձի համար։ Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Եվ ահա, դեպքից գրեթե 5 ամիս անց տղամարդը ազատության մեջ է։ Իսկ քրեական գործով նախաքննությունը քննչական կոմիտեում շարունակվում է։